Տերեզա Դուրովան, որը այն ժամանակ դեր կրում էր Նաջարովա հայկական ազգանունը, առաջին անգամ կրկեսի արենա դուրս եկավ 7 տարեկանում, երբ տատիկի ու պապիկի տանից տեղափոխվեց ծնողների մոտ։ Կենդանիների վարժեցնողի կարիերան սկսեց 13 տարեկանում, ելույթներ ունենալով փղերի հետ։ Միաժամանակ նա մաքրում էր ախոռները, բեմական զգեստներ էր կարում արտիստների համար, օգնում էր դիմահարդարման գործում։ Ավարտելով Թատերական արվեստի համամիութենական ինստիտուտի ռեժիսուրական ֆակուլտետը, մեր հայրենակցուհին սկսեց դասավանդել Մոսկվայի կրկեսային ուսումնարանում, նաև որպես ռեժիսոր կրկեսային համարներ էր բեմադրում։ 1991 թվականին Տերեզա Դուրովան Յուրի Նիկուլինի աջակցությամբ նոր տաղանդներ բացահայտելու նպատակով կազմակերպեց Մոսկվայում կլոունադայի առաջին միջազգային փառատոնը։ Այդ ժամանակ էլ ծնվեց ծաղրածուական արվեստի մշտական գործող թատրոն ստեղծելու գաղափարը։